Հաագայում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջում է, որ նրանք մինչև 2032-35 թվականները իրենց ՀՆԱ-ի առնվազն 5%-ը հատկացնեն պաշտպանությանն ու անվտանգությանը։ 3,5% բանակի և սպառազինության ծախսերին, 1,5% ենթակառուցվածքներին և կիբերանվտանգությանը։ Կանխատեսվում էր, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ստվերելու էր Ուկրաինային ցուցաբերվող ռազմական ֆինանսավորումը, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հերքել է տարածվող լուրերը և հաստատել այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային պաշտպանական կարիքների համար և որ անդամ պետությունները համաձայն են Կիևին հատկացնել 35 միլիարդ եվրո։ Իսպանիան արդեն իսկ հրաժարվել է 5%-ից, ընտրելով սեփական շեմը՝ մոտ 21%։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Թրամփի թելադրած օրակարգն անվանել է անհիմն։ Գագաթնաժողովի հանրային ֆորումում Մարկ Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանը վերականգնվում է այնպիսի տեմպերով, որը նրա խոսքով ապշեցուցիչ և վախեցնող է։ Եթե ուզում ես կանխել պատերազմը, ապա պետք է ավելի շատ ծախսես։ Խաղաղություն ուժի միջոցով։ Պիտակավորեք ինչպես կուզեք, բայց դա է ճշմարտությունը։ Այդ կարգախոսով են շարժվում ռուսները, և նրանք 3 ամսում արտադրում են այնքան, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է 1 տարում, իսկ տնտեսությամբ նրանք 25 անգամ փոքր են ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Ուիթաքերը հաստատել էր, որ Թրամփը մասնակցելու է գագաթնաժողովին։ Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան չեղարկել է իր մասնակցությունը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նշվում է, որ վարչապետի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի արտգործնախարար Տակեշի Իվայան։ 2022-ից հետո առաջին անգամ դաշինքի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ճապոնիայի վարչապետի։ Նրա այցի չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն լրատվամիջոցները գրում են, որ պատճառը Իրանի միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների հարձակումն է։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այս տարի Նիդերլանդներում աննախադեպ են պատրաստվում։ Սկսվել է անվտանգության հատուկ օպերացիան Նարնջագույն Վահան անունով։ Քաղաքում տեղակայվել է 27,000 ոստիկան, 10,000 զինծառայող։ Սա կազդի դուրս գալու, շրջելու և արդեն կազմված ծրագրերի վրա։ Քաղաքական փորձագետները բաժանվել են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին ավելի կջերմանա Թրամփի ու եվրոպական երկրների հարաբերությունները։ Մյուս խումբը պնդում է, որ եվրոպացի դաշնակիցները չեն պատրաստվում Թրամփի ռազմատենչ օրակարգի համար միլիարդներ ծախսել։ Թրամփին ընդդիմացող Եվրոպան այդ կերպ անշուշտ կսրի Միացյալ Նահանգներ Եվրոպա լարվածությունը։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։